Ես Գևորգյան Սոֆյան եմ, SFS-ի հիմնադիրը, նաև մարզիչ։ Իմ գործունեությունը իրականում սկսել եմ որպես մարզիչ դեռ 2019 թվականից։ Աշխատել եմ մի շարք ստուդիաներում, սպորտ կոմպլեքսներում, սակայն եկավ ժամանակ, երբ ես հասկացա, որ ուզում եմ հիմնել իմ սեփական ստուդիան։ Այդ հարցում իմ բախտը բերել է։ Իմ պապիկը եղել է Հայաստանում առաջին վաստակավոր եւ ժողովրդական նկարիչ Արկո Արկադի Բաղդասարյանը եւ ինչպես իմ ընտանիքի բոլոր անդամները կրեատիվությունը չի պակասել իմ կյանքում եւ ես հասկացա, որ ուզում եմ մի նոր բան անել։ Ինչու՞ն էր կայանում այդ նոր բանը։ Ես որոշեցի, որ ստուդիան կունենա հետեւյալ գաղափարը՝ մարզվել արվեստի միջավայրում։ Ինձ միշտ պակասել է ոգեշնչումը այս ասպարեզում եւ ես հասկացա, որ ուզում եմ մարդիկ նույնպես դա ունենան, այսինքն ոչ թե գան մարզվելու մոտիվացված լինելով միայն պատրաստվել ամառվան, նիհարել եւ այլն, այլ առաջնային մարզվել առողջ լինելու համար, ինչպես նաև զուգահեռ ոգեշնչվել։ Այս կետում ես կարծում եմ կյանքում բոլոր ասպարեզներում, բոլոր ոլորտներում արվեստը շատ ուժեղ եւ համահունչ զուգահեռ է այդ ամենին եւ որոշեցի, որ պետք է հենց պապիկիս արվեստանոցում անցկացնեմ մարզումներ, արդեն համարյա 1 տարի է ստուդիան կա եւ տարածքը շատ օգնում է, քանի որ այստեղ գալիս են արվեստի եւ սպորտի սիրահարները։ Այսինքն որպես այդպեսին թիրախը բավականին տարբերվում է ու ինձ դա շատ դուր է գալիս առնչվել նման մտահորիզոն ունեցող մարդկանց հետ, ովքեր գնահատում են եւ արվեստը եւ իրենց առողջությունը։ Նաեւ ուզում եմ նշել, որ մասնագիտությամբ խորեոգրաֆ եմ եւ բալետի արտիստ։ Դե ես կարծում եմ, որ այստեղ հավաքվում են նույն մտածելակերպի մարդիկ, իսկ իրականում մեզ մոտ խմբերով է մարզումները, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի հաճախորդների իրար հետ նույնպես շփում ունենան եւ ձեռք բերեն նոր ծանոթություններ, ինչի արդյունքում ինչ որ sense փոքր community է ստեղծվում ու թվում է դա յուրաքանչյուրի կյանքում դրական ազդեցություն է թողնում, այսինքն մարդիկ գալով SFS ձեռք են բերում նոր ծանոթություններ, հնարավոր է ընկերներ, հասկանում են, որ շփումը շատ մեծ դեր է խաղում իրենց կյանքում եւ դա մենք ընթացքում նույնպես ոնց որ բացահայտում ենք եւ ամենակարևորը նպատակը մարզվել առողջության համար։ Ես կարծում եմ, որ գլխավոր առանձնահատկություններից հենց այն է, որ պապիկս տարիներ շարունակ այստեղ է ստեղծագործել եւ ամբողջ տարածքն էլ ինքը իր ձեռքերով է կառուցել եւ կարծում եմ, որ կան բաներ, որոնք երբևէ չես կարող կեղծել։ Հասկացա, որ այս ֆորմատը աշխատում է Հայաստանում, երբ նկատեցի հաճախորդների արձագանքը, այսինքն երբ հաճախորդը գալիս է եւ դու զգում ես նրա ոգևորվածությունը, աչքերի մեջ կայծ այսպես ասած ու ամենակարևորը նրանց ժպիտը տեսնում եմ, հասկանում եմ, որ սա այն է, ինչ հարկավոր է մարդկանց։ Երբ առաջին անգամ լսեցի Արիտանեմի մասին, շատ ոգեշնչվեցի առաջնային նրա համար, որ հասկացա, թե ինչքան է փոխվում նվերների մշակույթը Հայաստանում, ինչը խոսում է նրա մասին, թե ինչպիսին կարող են լինել նվերները բացի նյութականից, այսինքն Արիտանեմը տալիս է հնարավորություն նվիրել փորձառություններ, ինչը խոսում է նվիրել էմոցիաներ, սեր եւ հոգատարություն։ Ապագա հաճախորդներին ցանկանում եմ ասել՝ մի վախեցեք եւ արեք ձեր առաջին քայլը, հոգ տարեք ձեր եւ ձեր առողջության մասին։ Վայ, այտենց հարց կար։ Չէ, բայց Չէ, կապից է դարձի չկա։ Ես գնացի։ Աղթում եմ, որպեսզի կանայք լինեն սիրված, երջանիկ եւ ինքնաբավ։ Օ։ Всё?